Հին Թիֆլիսում հատուկ նստարաններով կոշիկ մաքրողների գրեթե յուրաքանչյուր փողոցում կարելի էր հանդիպել։ Այսօր սակայն Վրաստանի մայրաքաղաքում նրանցից միայն 5-ն են մնացել եւ աշխատում են միայն կայարաններում ու ավտոկայարաններում։ Սա հասկանալի է, բացատրում է զրուցակիցս ազգությամբ ասորի Միշա Հակոբովը։ Այստեղ այլ երկրների ժամանորդները մաքրում են երկար ճանապարհից փոշոտված կոշիկները, այնուհետև շտապում իրենց գործերով։ Միշա Հակոբովն արդեն 40 տարի զբաղվում է այս գործով, հազարավոր մարդկանց կոշիկներ է մաքրել, փայլեցրել, շարունակելով հոր ու պապի գործը։ Նա դա ասորիների համար ավանդական մասնագիտություն է համարում եւ մտահոգված է, որ իր գործը շարունակելու ցանկություն այլևս ոչ ոք չունի։ Этим делом уже занимаюсь 30 лет. Приношу людям красоту, пользу. Ես այս գործով մարդկանց գեղեցկացնում եմ, ինձ դուր է գալիս իմ աշխատանքը։ Այս խոզանակները, որոնցով աշխատում եմ, 40 տարվա են։ Նման խոզանակներ այլևս չեն արտադրվում, արվել են պատվերով։ Հավլաբարում ժամանակին դրա վարպետը կար։ Да, такие щетки не выпускаются. Они делались по заказу. В Havlabare был мастер, он делал. Որպիսի կոշիկները փայլեն, վարպետ Միշան հատուկ սնուցող ու փափկացնող քսուկ է օգտագործում, որ պատրաստում էին դեռ 50 տարի առաջ։ Խոզանակները նույնպես հատուկ են ձիու բաշից ու խոզի մազերից։ Մի խոսքով այս դյուրին թվացող մասնագիտությունը պարզում է շատ նրբություններ ունի։ Не только щетки. И мази тоже. Կոշիկի այս քսուկները ոսկը նույնպես յուրահատուկ են, պատրաստված են տնային պայմաններում, այնքան որակով են, որ մեռած կաշին կենդանացնում են։ Ինձ մոտ գալիս են մարդիկ, ում կոշիկների գույնը խամրել է, սակայն կաշին որակյալ է։ Ես դրանց նոր տեսք եմ տալիս, գոհ հեռանում են։ Они оживают. Вот мертвую кожу они могут ожить. Վարպետի ձեռքերը ողջ օրը շարժման մեջ են, սրտնեղում է, որ երբ տանն ասում է հոգնած է, զարմանում են ասելով ամբողջ օրը նստած ես եղել։ Ես նստած եմ, ես անգործ նստած եմ, հարցնում է վարպետը, սևացած ձեռքերով սրբելով ճակատի քրտինքը։ Вот посмотрите, как он солидно одет, красиво. Ну, мужчина, вот. Նայեք ինչ սալիդնի եւ գեղեցիկ կոշիկներով է։ Տղամարդ է, սև կոշիկներով։ Նրա առավելությունը անցնող սպիտակ սպորտային կոշիկների կողքին մեծ է։ Սա կուլտուրա է, հագուկապի կուլտուրա։ Культура. Одевание, культура одевания. Հակոբովն ասում է, խորհրդային տարիներին կոշիկ մաքրելով կարողանում էր ընտանիք պահել, այսօր ոչ։ Նրա նստարանն այսօր անցող դարձողների համար արդեն կոշիկներն անվճար մաքրելու տեղ է դարձել։ Սակայն ինքը չի տրտնջում, թեկուզ երբ 5-ից միայն մեկն է վճարում, այն էլ 2 լարի մոտ 300 դրամ։ Կարևորն ասում է, նրանք, ովքեր գալիս են կոշիկները մաքրելու, գնահատում են իր գործը, իսկ ինքը գնահատում է մաքրություն սիրողներին։ Ասում է, իրեն սիրող ամեն մարդ պետք է խնամված լինի մաքուր կոշիկներով։ Կոշիկների տեսքից կարող ես դատել, թե ինչ մարդ է դիմացինդ։ Վարպետ Միշան սա ասում է, հիշելով, որ շատ տարիներ առաջ իր կինն էլ առաջին հերթին ուշադրություն է դարձրել իր մաքուր ու փայլուն կոշիկներին։ Գիտալի Բեկյան, Ռադիոլուր, Թբիլիսի։